Արցախյան 44-օրյա պատերազմում նվիրյալ ու անձնուրաց բազմաթիվ զինվորներ ու զինվորականներ ոսկե տառերով գրեցին իրենց անունը ռազմական տարեգրության մեջ։ Նրանց շարքում են ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյանն ու փոխգնդապետ Արմեն Օհանյանը։ Հոկտեմբերի 19-ը հրամանատարների հիշատակի օրն է։ Զինվորը պետք է հրամանատար հետ կիսի, ծնող ես, հասկանում ես, ինչ-որ մի բան նմա հետները հարց խոսում ես, ինչ որտեղ պետք է խաթրովել գնաս, բացատրես, հասկացնես, որպես ծնող առաջին հերթին։ Այդ ամեն ինչի արդյունքում արդեն կազմակերպվում է ճիշտ ծառայություն եւ կոլեկտիվ։ Եվ դրա շնորհիվ է, որ հարկասնում ծառայությունը շատ ճիշտ եւ կազմակերպված տարվում է։ Հյուսիսարևելյան զորամասերից մեկում զինվորներն ու զինվորականները հարգանքի տուրք են մատուցում հայրենիքի պաշտպանների հիշատակին։ Իջևանի Մայր Հայաստան հուշահամալիրում պետական այրերը, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն ու համայնքի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին բոլոր ժամանակներում զոհված մեր հայրենակիցների հիշատակին։ Քայլելով տղաների անունների կողքով հիշողություններ են իմի գալիս, դրվագներ ու երախտիքի զգացում, որոնք ուղղված են հայրենիքի նվիրյալներին։ Արցախյան 44-օրյա պատերազմում Իջևանի զորամասից 4 տասնյակ ազգի նվիրյալներ հերոսաբար զոհվեցին մարտի դաշտում։ Զոհվեցին նաև հրամանատարները գնդապետ Թաթուլ Ղազարյանն ու փոխգնդապետ Արմեն Օհանյանը։ Ազգային հերոս գնդապետ Թաթուլ Ղազարյանը մարտը վարեց ոչ թե հրամանատարական կետից, այլ առաջնագծում, զինվորի կողքին, կրակն իր վրա վերցրեց ու կյանքով պաշտպանեց Արցախի իրեն վստահված հատվածը։ Իսկ փոխգնդապետ Արմեն Օհանյանի օրինակը շատերին է վճռականություն հաղորդել իրենց հերթին անավարտ չթողնելով նրա առաքելությունը։ Կանգնելու սահմանին, որտեղից էլ, ինչպես նշում էր Արմեն Օհանյանը, սկսվում է մեր բոլորի հայրենիքը։ Մեծ հայրենասեր, հոգատար, նվիրյալ ու անձնուրաց 5 տարի անց այսպես են հիշում կյանքը երկրին նվիրած զինվորականներին։ Հիշենք նրանց այսօր, վաղը, միշտ։